Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսնի մասին, որը կլինի աղեղնավոր նշանում։ Եվ լիալուսինը և նորալուսինը իրենց էներգիան ունենում են տվյալ օրվանից մի քանի օր առաջ և մի 2 շաբաթ հետո ևս։ Այս հոլովակի ընթացքում կնայենք, թե հորոսկոպի նշաններին ինչ կբերի, տարող քարտերով կնայենք առաջին հերթին, թե ինչ փոփոխություններ է սպասում, ինչպես նաև հորոսկոպով կնշեմ, թե որ տանն է լինելու այդ փոփոխությունները։ Կսկսենք աղեղնավոր նշանից, քանի որ հենց աղեղնավորների առաջին տանն է լինելու։ Սիրելի ընկերներ, հիշեցնեմ, եթե ցանկանում եք անհատական տարող կանխատեսումներ, անհատական հորոսկոպ, ծննդյան ժամի որոշում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի աղեղնավորներ, այս լիալուսինը կլինի ձեր առաջին տանը և կանադառնա հետևյալ թեմաներին. արտաքին, շփում, հարաբերություններ, այսինքն այս լիալուսնի ազդեցության ներքո շատ աղեղնավորներ կորոշեն ամուսնանալ կամ ամուսնալուծվել, կորոշեն նոր գործարք ընկնել կամ ընդհակառակը դադարեցնել որևէ գործարք, կամ կորոշեն արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնել։ Եկեք տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը աղեղնավորներին։ Առաջընթաց, սիրելի ընկերներ, ինչ-որ գործընթացում ձեզ առաջընթաց է սպասվում, ձեր հարաբերություններում, դա կլինի անձնական թե գործնական, համենայն դեպս ձեզ առաջընթաց է սպասում։ Եթե ցանկանում եք արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնել, ապա ձեզ արդյունքը կգոհացնի։ Դուք առաջընթաց կտեսնեք։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը աղեղնավորներին։ Այս քարտը հուշում է, որ հնարավոր է ձեր կողքից, ձեր շրջապատի մարդիկ, կարող են լինել ձեր գոլեգաները, կարող են լինել, փորձեն ձեզ նեղացնել կամ գուցե ինչ-որ խոսք ասեն, որը ձեզ այսպես խորը կվիրավորի։ Փորձեք ուղղակի ամեն ինչ ձեր սրտին մոտ չընդունել։ Եթե կան աղեղնավորներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ սիրտանոթային համակարգի հետ, ապա սիրելի ընկերներ, զգուշացեք։ Այծեղջյուրներ։ Սիրելի այծեղջյուրներ, այս լիալուսինը կլինի ձեր 12-րդ տանը։ 12-րդ տունը դա հեռավոր հողերն են, մեկուսացված վայրերն են։ Տեսնենք, թե ինչ փոփոխություն կբերի այս լիալուսինը ձեզ 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը այծեղջյուրներին ինչ կբերի։ Կտրուկ փոփոխություններ, սիրելի ընկերներ, կտրուկ փոփոխություններ, հնարավոր է արտասահմանից հյուրեր ունենաք կամ ինքներդ այսպես անսպասելի կտրուկ որոշեք գնալ արտերկիր, նման ինչ-որ հարցեր կլինեն։ Տեսնենք, թե եթե առողջական խնդիրներ ունեք, ապա առողջական հարցերում եւս կտրուկ ինչ-որ փոփոխություններ կլինեն։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե այծեղջյուրներին ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը։ Հիանալի քարտեր են դուրս եկել, այս քարտը խոսում է գումարի մասին, նվերների մասին, ինչ-որ արժեքավոր իրերի մասին, կարծում եմ, որ հնարավոր է արտասահմանից ինչ-որ հյուրեր ունենաք, այդպիսով ինչ-որ նվերներ ստանաք, կամ գուցե գումար ստանաք, կամ ինչ-որ կտրուկ փոփոխություններ լինի։ Հիանալի քարտեր են դուրս եկել, եկեք հաջորդ նշանը տեսնենք, ջրհոսներ։ Սիրելի ջրհոսներ, այս լիալուսինը կլինի ձեր 11-րդ տանը։ Դա մեր ընկերներն են, գաղափարակիցներն են, օնլայն հարթակի հետ կապված հարցերն են, ինչպես նաև մեր երազանքներն են։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը ջրհոսներին։ Տոն, սիրելի ընկերներ, շատերը այս ժամանակահատվածում ինչ-որ արդյունքներ արդեն կտեսնեն, ինչ-որ պատասխաններ կգա ձեր կյանք, որը տոնելու առիթ կդառնա։ Կամ հնարական է այս քարտը կխոսի նրա մասին, որ ձեր ընկերներով, գաղափարակիցներով կհավաքվեք ինչ-որ առիթ տոնելու կամ զուտ իրար տեսնելու։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը ջրհոսներին։ Երազանքների իրականացում։ Վստահ եմ, որ շատ ջրհոսներ այս լիալուսնի ազդեցության ներքո տեսնելու են արդյունքներ, հիանալի պատասխաններ, թե որ ոլորտում կլինի այս արդյունքները, ամեն մեկը մի ձև կզգա, բայց ամենայն դեպս դուք արդեն արդյունքներ կտեսնեք, ուրախ կլինեք, ինչ որ ընտանեկան կարծես երջանկություն այն կդառնա ձեզ համար։ Հաջորդ նշանը
Ձկներ։ Սիրելի ձկներ, այս լիալուսինը կլինի ձեր 10-րդ տանը։ 10-րդ տունն իրենից ներկայացնում է մեր կարիերան, աշխատանքը, հայրիկի հետ կապված հարցերը, ստատուսի փոփոխության հետ կապված հարցերը։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն։ Ինչ է սպասվում 2026 թվականի մայիսի 31-ի, ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը ձկներին։ Ինչ որ սպասողական իրավիճակ, սիրելի ընկերներ, այն կարող է պայմանավորված լինել կամ ստատուսի փոփոխության հետ, կամ կարիերայում ինչ որ բանի պետք է սպասեք եւ այսպիսով անընդհատ մտածեք, հա կստացվի, չի ստացվի, ինչ որ սպասողական կամ կասկածելի իրավիճակ կստեղծվի ձեզ համար։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը ինչ կբերի ձկներին։ Կարծում եմ, որ շատ ձկներ անսպասելի դուրս կգան աշխատանքից, այս քարտերը առաջին հերթին դա է հուշում, կամ գուցե սպասում էիք օրինակ պաշտոնի բարձրացման, բայց այն ձեզ մոտ չստացվի, կամ ինչ որ աշխատանքի էիք սպասում, որը արդյունքում չստացվի այդ աշխատանքը, նման ինչ որ հարցեր կարող են լինել։ Նաև կարող է այս քարտերը խոսել հայրիկի առողջության մասին, հա, ինչ որ խնդիրներ կարող են լինել։ Խոյեր։ Սիրելի խոյեր, այս լիալուսինը կլինի ձեր 9-րդ տանը։ Արտասահմանի թեմա, բարձրագույն կրթության թեմա, թորնիկների թեմա, երկրորդ ամուսնության թեմա, այս հարցերը կշոշափվեն։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը խոյերին։ Ինչ որ մեկը կվերադառնա ձեր կյանք ձեր անցյալից, կամ դուք կվերադառնաք կամ կմեկնեք այնպիսի երկրներ, քաղաք, որտեղ նախկինում եղել եք եւ կարծես այսպես ջերմ հիշողություններ կարթնացնի ձեր մեջ, կամ հնարավոր է արտասահմանից ինչ որ մեկին հանդիպեք այդ ժամանակահատվածում, նման ինչ որ հարցեր։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը խոյերին։ Ինչ որ աշխատանք, սիրելի ընկերներ, ինչ որ ծանրաբեռնվածություն կգա ձեր կյանքը, թե ինչով պայմանավորված կլինի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց համենայն դեպս ինչ որ ծանրաբեռնվածություն կլինի, բայց կարծում եմ, որ այդ հարցում կհայտնվի ինչ որ մեկը, ով ձեզ կօգնի։ Ցուլեր։ Սիրելի ցուլեր, այս լիալուսինը կլինի ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունը դա մեր կողմից չաշխատած գումարներն են, բանկային պետական համակարգի գումարներ, վտանգավոր իրավիճակներ, ապահովագրական գումարներ, այս թեմաներն են։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն այս թեմաների շուրջ, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը ցուլերին։ Ինչ որ մի բան ձեր կյանքում հաջողությամբ ավարտ կունենա։ Հնարավոր է օրինակ այս ավարտը պայմանավորված լինի, օրինակ ապահովագրությունից պետք է գումարներ ստանայիք, այսպիսով այս ժամանակահատվածում ստանայիք եւ այս ցիկլը ձեզ համար ավարտվի։ Գուցե ինչ որ տեղից գումար էիք ստանում, ինչ այս պետական համակարգից եւ այլն, ապա կարծես այդ ցիկլը ձեզ համար հաջողությամբ կավարտվի։ Կամ եթե ունեիք վարկ վերցրած, ապա այս ժամանակահատվածում կարող է այդ վարկը արդեն վարկի մարումը ձեզ համար ավարտվել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը ցուլերին։ Ինչ որ կոնկուրենցիա, սիրելի ընկերներ, կարծես ինչ որ հարցի շուրջ ձեր շրջապատի մարդիկ ձեզ հետ համակարծիք չեն լինի։ Ամեն մեկը իրենը կպնդի։ Այստեղ այս քարտերի հետ կապված, սիրելի ցուլեր, ուզում եմ նաև զգուշացնել, որ զգուշ եղեք ճանապարհներին, հնարավոր է օրինակ ճանապարհներին ինչ որ հարցեր առաջանան, հա, մեքենայի հետ կապված, գուցե վթար օրինակ լինի, այսպես լուրջ վթարի մասին չի իհարկե խոսքը, բայց այսպիսով, հա, պետական եւ այսպիսով կարծես երկու կողմերի միջև կռիվ, հա, վիճաբանություն սկսվի։ Երկվորյակներ։ Սիրելի երկվորյակներ, այս լիալուսինը կլինի ձեր 7-րդ տանը։ Այն կդիպչի հետևյալ թեմաներին՝ ամուսին, կին, գործընկերներ, հաճախորդներ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն։
ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը երկվորյակները։ Գումար, սիրելի ընկերներ, հնարավոր է նոր առաջարկ աշխատանքի, հնարավոր է ձեր ամուսինը կամ կինը ձեզ գումար տա, կամ ձեր գործընկերը առաջարկի ինչ-որ լավ համագործակցություն, իրականում շատ լավ քարտ է դուրս եկել, տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, կամ կունենաք կայուն ֆինանսական աճ։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը երկվորյակներին։ Նոր սկիզբ, նոր աշխատանք, կարծում եմ, որ ինչ-որ նոր փաստաթուղթ կստորագրվի, որի արդյունքում կանցնեք նոր աշխատանքի կամ կունենաք նոր համագործակցություն։ Խեցգետիններ։ Սիրելի խեցգետիններ, այս լիալուսինը կլինի ձեր 6-րդ տանը, կդիպչի հետևյալ թեմաներին՝ առողջություն, ընտանիք կենդանիներ, կենցաղ, աշխատանք։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը խեցգետիններին։ Ինչ-որ օգնություն, պաշտպանություն, ուժ, գուցե այսպես հովանավոր ձեզ հայտնվի աշխատանքի, ձեզ օգնեն տեղավորվել կամ աշխատանքի վայրում այսպես ձեզ մի փոքր ավելի առավելություն տան, քան մնացած աշխատողներին։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը խեցգետիններին։ Աշխատանք եւ գրքին աշխատանք, եթե հաճախորդների հետ եք աշխատում, հաճախորդները շատ կլինեն, շատերը կանցնեն նոր ինչ-որ նոր հմտություն գուցե սովորեն, այդպիսով արդեն սկսել գումար աշխատել։ Մի խոսքով աշխատանքային է, սիրելի ընկերներ, այս ժամանակահատվածը ձեզ համար։ Առյուծներ։ Սիրելի առյուծներ, այս լիալուսինը կլինի ձեր 5-րդ տանը։ Դա երեխաներն են, սիրավեպերն են, այն ամենը, ինչը մեզ հաճույք է պատճառում, կինո, ռեստորան, արվեստ, այս ամենը այստեղ է պատկանում։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի լիալուսինը, մայիսի 31-ի լիալուսինը առյուծներին։ Կամ որոշ առյուծներ նախ ասեմ կդիմեն բժշկի, իսկ որոշ առյուծների կյանքում էլ ինչ-որ տղամարդ գուցե հայտնվի կամ նրա շրջապատից ինչ-որ մեկը լինի, ով օդի տարերքի ներքո է ծնված, դա է ջրհոս, երկվորյակ կամ կշեռ, ինչ-որ դեր կունենա այս տղամարդը ձեր կյանքում։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը առյուծներին։ Ուժ կամ հովանավոր, կարծես ձեզ կօգնեն, կամ ինքներդ դուք կդառնաք էլ ավելի ուժեղ, էլ ավելի հզոր, կամ սիրելի ընկերներ, քանի որ ձեր 5-րդ տանն է լինելու, հնարավոր է ձեր երեխային անհրաժեշտություն լինի ձեր երեխային ինչ-որ հարցով օգնելու։ Կույսեր։ Սիրելի կույսեր, այս լիալուսինը կլինի ձեր 10-րդ տանը։ Իսկ ներողություն ձեր 4-րդ տանը, 4-րդ տունը դա մեր բնակության վայրն է, ընտանիքի անդամներն են, անշարժ գույքի հետ կապված հարցերն են։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը կույսերին։ Գումար կբերի առաջին հերթին եւ կամ ինչ-որ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, կույս, այծեղջյուր կամ ցուլ, ինչ-որ դեր կունենա ձեր կյանքում այս տղամարդը, նա կարող է լինել թե ձեր շրջապատից որևէ մեկը, թե նոր ծանոթ։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը կույսերին։ Ուժ։ Իմիջիալից այս քարտը դուրս էր եկել նաև առյուծների համար, այնպես որ սիրելի ընկերներ, եթե ձեր ընտանիքի անդամներում, ձեր ընտանիքում կան եւ կույս նշանի ներքո ծնվածներ եւ առյուծ նշանի ներքո ծնվածներ, ել ավելի շատ ձեզ վերակազդի այս քարտը, կարծես անհրաժեշտություն կառաջանա պայքարելու, սիրելի ընկերներ, կամ կպայքարեք եւ կարծես որ արդյունքը ձեզ կգոհացնի։ Կշերքներ։ Սիրելի կշերքներ, այս լիալուսինը կլինի ձեր 3-րդ տանը։ 3-րդ տունն իրենից ներկայացնում է մեր քույր եղբայրները, հարևանները, բանակցությունները, կապի տրանսպորտի միջոցները։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն։
թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը կշարքներին։ Նորություններ, սիրելի ընկերներ, նորություն ձեր հարևաններից, նորություն ձեր քույր եղբայրներից, հարազատներից։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը կշարքներին։ Այս քարտը կարող է խոսել կամ ճանապարհի մասին, կամ էլ, եթե սա ճանապարհ չէ, ապա որևէ գործում ձեր բախտը կբերի։ Կարծես վերջին վայրկյանին ամեն ինչ այնպես կշրջվի, սիրելի կշարքներ, որ ի օգուտ ձեզ կլինի։ Ինչ որ հարցում ձեր բախտը կբերի։ Եվ հաջորդ նշանը կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս լիալուսինը կլինի ձեր երկրորդ տանը, դա մեր ֆինանսների տունն է, այն ամենի տունն է, ինչը մեզ համար արժեք է ներկայացնում, ինչպես նաև ինքնագնահատականը։ Տեսնենք, թե ինչ կասեն քարտերը, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը կարիճներին։ Ինչ որ կարևոր նորություն, սիրելի ընկերներ, շատ կարևոր նորություն կամ կարևոր փաստաթուղթ կապված ֆինանսների ձեր արժեքների հետ։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի 31-ի լիալուսինը կարիճներին։ Հանդիպում, սիրելի ընկերներ, համագործակցություն, գուցե հանդիպեք ինչ-որ մեկին, ով ձեզ համար կարծես նոր եկամտի աղբյուր գուցե լինի կամ օգնի ձեզ, որպեսզի ձեր ֆինանսական դրությունը բարելավի։ Այսքանը, սիրելի կարիճներ, սիրելի ընկերներ, կապված այս լիալուսնի հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։